Եթե դու ուրիշների մեջ ծածկ չես փնտրում, ուրիշներին քո դժբախտությունից չես մեղադրում, այլ քո ընտանիքը, քո ֆինանսները, քո էությունը, քո միտքը, քո սիրտը, քո հետ կապված ամեն բան դու դնում ես Տիրոջ ծածկի տակ, որ միակ միջնորդը Հիսուս Քրիստոսն է, ոչ թե մարդիկ, դու արդեն պաշտպանված ես, որովհետև քո սրտի դիրքը ճիշտ տեղում է, դու ճիշտ ես հասկացել Աստվածաշունչը։ Իսկ եթե դու դա չունես, ուրիշ տեղեր ման մի արի, ուրիշ մեղավորներ ման մի արի, սեփական անձիդ նայի հայելու մեջ քննելով, որտեղ ես ընկել, ինչպես ես քո կյանքիդ մեջ դուր բացել, ինչ իրավիճակ ճիշտ չես հասկացել։ Տերն ինձ սովորացրեց, որ ես իմ հասկացողությունները հանձնեմ Տիրոջ։ Նա ինձ ասեց, բալես դու այսուհետև պետք է աղոթես, որ քո իրավիճակների հասկացողությունը ես առաջնորդեմ, ոչ թե քո շունչը, ոչ թե քո էմոցիաները, ոչ թե քո փորձը, այլ ես քեզ առաջնորդեմ։ Երբ որ դու քո սեփական էմոցիաներով չես վերլուծում իրավիճակը, երբ որ դու մեղավորներ չես փնտրում, այլ հակառակ ասում ես Տեր, ինձ տուր այդ հասկացողությունը։ Առաջնորդին Սուրբ Հոգի, որ ես այս իրավիճակը բարձունքից տեսնեմ, արծվի պես տեսնեմ, հոգևոր աչքերով տեսնեմ, որպեսզի ճիշտ աղոթեմ, ճիշտ դիրքավորվեմ եւ այստեղ հաղթանակի դրոշը խփեմ, իմ հաղթանակի ու բարօրության եւ քո փառքի համար։